Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը Ղարաբաղի-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 25 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 400 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Ընթացիկ տարվա սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստական փուլն արդեն ընթացքի մեջ է։ Համար 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ձեռնամուխ է եղել ըստ ժամանակացույցի կազմակերպել եւ անցկացնել նախապես սահմանված միջոցառումները։ Ունենք ընտրություն, թիվ 38 ընտրատարածքային ընդգրկված Մեղրու տարածաշրջանի նորընտիր համայնքի ղեկավարի եւ տեխնացուների ընտրությունն է եւ Քաջարան քաղաքում համայնքի ղեկավարի եւ ավականու ընտրություն։ Այս պահին տեղամասերի սահմանումն է, ըստ համայնքի ղեկավարների նշված տեղամասերն ենք սահմանել։ Ներկայդրությամբ բոլոր տեղամասերում փակցված են նախնական ցուցակները։ Ըստ ընտրական օրենսգրքի համայնքի ղեկավարի եւ ավականու անդամի տեխնացուները գրանցման համար իրենց փաստաթղթերը ներկայացնում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 35 եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ։ Այս դեպքում օգոստոսի 14-ից 19-ը տեխնացուների փաստաթղթերի ընդունման ասել է թե առաջադրման ժամկետն է։ Օգոստոսի 14-ից մինչև 19-ը սպասվում է տեխնացուների փաստաթղթերի ներկայացման ժամանակահատվածն է։ Սպասում ենք ժամանակացույցով ամրագրված այդ ժամանակին, որպեսզի կարողանանք աշխատանքները նաև կատարել այդ փուլում։ 5 օրյա կտրվածքով գրանցումները կատարենք, որից հետո կսկսվի, ասենք, քարոզարշավը տեխնացուների իրենց համայնքներում։ Համար 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը թվարկեց այն փաստաթղթերի անունները, որոնք պետք է հանձնաժողովին ներկայացնեն ավականու անդամի եւ համայնքի ղեկավարի տեխնացուները։ Անձահասատուկ փաստաթղթերն է լիազոր մարմնի կողմից տեղեկանք գրանցման վերաբերյալ բերում են անդորագիրը վճարման իրենց չափերով տեխնացուները եւ բերում են դիմում։ Եթե կուսակցության կողմից են որոշված, կուսակցության կողմից դիմում, որ իրենց կուսակցության կողմից նշանակում է կատարվել, եթե ոչ, անհատական դիմումով ներկայանում են մեզ մոտ։ Սա համայնքի ղեկավարի։ Նույն հաջողությամբ եւ ավականու, համայնքի եւ ավականու անդամները։ Դա լիարժեք ամբողջ փաթեթն է, որ պիտի ներկայացնեն։ Իդեպ տեխնացուների համար սահմանվել է գրավի վճարման նոր կարգ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է, որ միջև 500 ընտրող համայնքներում եւ համայնքի ղեկավարները եւ ավականները գրավ չեն վճարելու։ Նրանցից հաջորդած 500-ից 1000, 1000-ից 2000, 2000-ից 4000 այդպես հաջողական կարգով աճում է համայնքի ղեկավարների եւ տեխնացուների գրավները։ Այս փուլում ներկայությամբ ունենք 4000-ից 10000 ընտրող երկու համայնք, որտեղ պետք է գրավը վճարվի 300 պատիկի չափով։ Դա համայնքի ղեկավարները եւ 50 պատիկը համայնքի ավականու տեխնացուներն են։ Կապան քաղաքում ալիքում պետք է համայնքի ղեկավարի տեխնացուները անդորագրի կարգով վճարում կատարեն 500,000-ի չափով, իսկ ավականները 70,000-ի չափով։ Փաստորեն Քաջարանի եւ Մեղրու դեպքում համայնքի ղեկավարի տեխնացուները վճարելու են 300,000, իսկ ավականու անդամի տեխնացուները 30,000 դրամ։ Նոր կարգի համաձայն մինչև 500 ընտրող ունեցող համայնքներն ազատվում են գրավ վճարելուց։ 500-ից 1000-ի դեպքում համայնքի ղեկավարի տեխնացուն վճարելու է նվազագույն աշխատավարձի, որն այս դեպքում սահմանված է 1000 դրամը 50 պատիկի, ավականու անդամի տեխնացուն 10 պատիկի չափով։ Ասել է թե 50,000 եւ 10,000։ 1000-ից 2000 ընտրողի դեպքում համապատասխանաբար 100 ապատիկի եւ 15 ապատիկի, 2000-ից 4000-ի դեպքում 150 ապատիկի եւ 20 ապատիկի, 4000-ից 10000 ընտրողի դեպքում 300 ապատիկի եւ 30 ապատիկի, 10000-ից 70000-ի դեպքում 500 ապատիկի եւ 70 ապատիկի չափով։ Արդեն 70000 ընտրողից ավելիի դեպքում համապատասխանաբար 1 միլիոն եւ 100,000 դրամ։ Տեխնացուները ունեն նաեւ ինքնաբացարկի հնարավորություն։ Ընտրությունից 19 օրակի կտրվածքով ինքնաբարձակի դիմում կարող են ներկայացնել։ Սահմանվել է 18 ընտրատեղամաս, 2-ական Ագարակ եւ Մեղրի, 3-ը Քաջարան քաղաքներում, 11-ը Մեղրու տարածաշրջանի գյուղերում։ Տեխնացուների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 31-ից եւ տևելու է մինչեւ սեպտեմբերի 16-ը։ Օգոստոսի 15-ից սկսվելու են նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանված դասընթացները։ Կապանում այն կկայանա համար 1 հիմնական դպրոցում։
14 հերթապահ մաս, 64 օպերատոր և վարչակազմ։ Այսպիսի աշխատակազմ ուներ Կապանի նախկին վերելակային տնտեսությունը։ Այդ երանելի ժամանակները մնացին հեռվում, ասում է Վերելակ արտադրական կոոպերատիվի տնօրեն Սամվել Մկրտչյանը։ 14 հատ դիսպեչերական ծառայություն էր նախկինում, մենակ 64 հատ օպերատոր էր աշխատում, չհաշված էլեկտրոմեխանիկը և շրջիկ վերելակավարներ կա։ Այն ինչ ունենք այսօր հնարավոր չէ անգամ համեմատության մեջ դնել նախկինի հետ։ Սուղ այդ վիճակները, բայց քաղաքապետարանից իրենց հնարավորությունները ինչ որ կա, ինձ թվում է օգտագործում ենք։ Ինձ ձևատվում, որ օգտագործում։ Այսօր 3-3 հոգին ընդհանրապես նայած եթե աշխատանքներ է ելնում, մարդկանց ներգրավում մեկ աշխատանքի, հիմա 2 հոգով այդ մոտ 36 վերելակը սպասարկում ենք։ Իսկ Կապանում 159 վերելակ կա, որից մոտ 3 տասնյակն է պայմանագրային հիմունքներով սպասարկվում։ 159 վերելակը ընդհանուր Կապան քաղաքում, բազմաբնակարանի շենքերում։ Այսօրվա դրությամբ մոտ մենք սպասարկում ենք 36 վերելակ այսօր, որը որ անցած տարի նորոգել ենք եւ այս տարի, իսկ մոտ 80-ից 100 աշխատում է։ Դա բնակիչները իրանք շահագործում են ինքնուրույն, որը դա սխալ բան է։ Հայաստանի Հանրապետության կառավարության հրատապ ծրագրով նախատեսվում է Կապանին հատկացնել 33 միլիոն դրամ, եւս 31 վերելակի վերանորոգման համար։ Հնարավոր է, որ այս եկող ամիսներին էլ մինչև տարվա վերջ նոր դիմումներ են քննարկում, որ ֆինանսի հարցը որ վճարեն, բանը լուծեն, այդ աշխատանքներն կկատարվի, բայց մարզպետարանով էլ ծրագիր կա, մոտ 31 վերելակ պետք է վերանորոգենք։ Եթե այս տարի կլինի, թե եկող տարի կլինի, դա արդեն նախարարժիները պատվիրված է, համարյա թե նախնական պատվիրված է նախարարժիները։ Վերելակը համատիրության սեփականությունն է, նա պետք է շահագրգռված լինի եռակողմ պայմանագիր ունենալու հարցում, բայց կա եւս մեկ խնդիր։ Վերելակ վերանորոգելուց հետո կազմում է եռակողմ պայմանագիր համատիրության նախագահ, քաղաքապետարան եւ վերելակ կոոպերատիվի կողմից։ Ընդհանուր սպասարկման վարձը 10,000 դրամ է, հիմնականը բոլոր տեսակի Հայաստան մասերը երաշխիքային 1 տարի մենք ենք կատարում, բացի էլեկտրոշարժիչ տրանսֆորմատորը, որը գնի 3-4 մինչև 10 անգամ ավելայել է սպասարկման վճարի գնից։ Մնացածը փոքր, ասենք 1000-ը մինչև 5000, 8000 դրամանոց այն Հայաստան մասերը, որը փչանում մենք ենք տեղադրում առանց բնակիչին ինչ որ բնակիչից մի բան վերցնելու։ Շատ կա որ ցանկանում են այսօր պայմանագիր կնքելը, բայց դա վերանորոգումից հետո, որը բնակիչը հնարավոր չէ այդքան գումար կապիտալ նորոգման համար 1,300,000 թերությունները ակտի կազմելու եւ նախահաշիվը պատվիրում ենք մենք։ Ես կոնկրետ այս գումարներ չեմ կարող ասեմ, բայց այդ ձևի գումարներ ա էլի պահանջում, որպես այդ վերելակը նորոգի։ Միջև նորոգելը ես չեմ սպասարկել ձեր վերելակ, որովհետև դա տեխնիկապես սխալ է, էլի տեխնիկական առումով սխալ է։ Մեկ վերելակի հիմնովին նորոգման համար 3-ից 4 միլիոն դրամ է անհրաժեշտ։ Այդպիսիք այսօր շատ կան։ Կան նաև կոսմետիկ նորոգման կարիք ունեցող վերելակներ։ Ընթացիկ նորոգման համար 150-200,000 դրամ է, որ այս տարի մի 4 հատ է ձևի արել, որը հենց փոխում է սաղ հենակները, մեկ էլ անվտանգությունը դեռներ անվտանգությունը ապահովում։ Իսկ ընդհանուր վերելակ կա այսօր Ղապանում մոտ 10-ից ավելի թալանված վերելակ, որ դրանց գումարը շատ դժվարանում եմ ասեմ, բայց 3.5-4 միլիոն դրամ է պետք, որ այդ վերելակները շահագործվի։ Որտե բնակիչների կողմից է, թե ինչա բոլոր թալանված են, ընդհանուր թալանված է, էլեկտրոշիտից, խցիկից, հորանը բացել են, բոլորը տարել։ Հայաստանի անկախացումից հետո այս խնդիրն առաջացել է գրեթե բոլոր քաղաքներում, բազմաբնակարան բարձրահարկ շենքերում։ Կապանում դրանք շատ են, տարեցտարի հատկացված միջոցներն էլ առ այսօր խնդրին վերջնական լուծում չեն տվել։ Ամեն մի հատ վերելակը իրանից եւ լավն է եւ վատն է, կողմերը ունի։ Ասենք լավ կողմերն է, որ բնակիչներին դուք պատկերացրեք, այս եղանակին թե համարը թե ձմեռ, պետք է օգտվեն։ Մենք պատրաստում ենք մի հատ ծրագիր կազմենք, ներկայացնենք կառավարություն ընդհանուր վերելակների հարցով։